Միտքը իմ լրատվական վերլուծական կայքը Հրազդան քաղաքում է, զրուցում ենք Պրոցումների Բարգավաճ Հայաստանի ընտրացակով առաջադրված Մխիթար Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, երբ եւ ինչպես սկսվեց ձեր քաղաքական կարիերան կամ ինչպեսի է ընթանում ընտրությունները այժմ։ Ну, քաղաքական կարիերայի չի ուզի այդպես ֆիքսի որպես քաղաքական կարիերա, ուղղակի քաղաքականությունում իմ քաղաքականության իմ դերակատարությունը եղել է, ասենք, իմ ապրելակերպի, վարվելակերպի, իմ հասարակական հարաբերությունների, իմ մտածելակերպի, իմ տեսակետների, այս ամեն ինչի հասարակական դեր եւ նշանակություն ունենալու այդ պայմանով, նախապայմանով ըստ էության, ասենք, ինքնաբերաբար ինքնաբուխ է ստացվել քաղաքականությունով իմ զբաղվելը։ Կարելի է ասել մի քիչ մեծամտություն չունի, եթե ասեմ հասարակական պահանջ է եղել, քանի որ մեր տարածաշրջանում այդ մտածելակերպ, այդ վարվելակերպ, այդ կերպարը, որը որ ես ունեցել եմ, դա անհրաժեշտություն պահանջ է եղել հասարակական, ես պատասխանատվությունից չեմ հրաժարվել եւ 95 թվականից ներկայացրել եմ ծրագիր, արժանացել է հավանության, արժանացել է աջակցության, որից հետո ինչը որս թարմացնում ենք ծրագրերը 2006-7 թվերին Բարգավաճ Հայաստան կուսակցության ինչու չէ նաև այդ ստեղծման մեջ ակունքներում ես մասնակցություն ունեմ մի խոսքով կարամ մի անգամից ասեմ, որ մինչև այդ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծվելը իմ տաղավարի մտածելակերպը ինձ թույլ չէր տալի, որպեսզի ես որևէ կուսակցական դառնամ, նաև ինչու չէ, ինձ Վազգեն Սարգսյանի պատգամով, որ մենք ասատամարտիկներս իրավունք չունենք, ցանկալի չի, որպեսզի դինենք կուսակցության որևէ կուսակցության անդամ։ Չնայած 99 թվին իրակոչով նորից մասնակցել են քաղաքական պրոցեսների։ Լավ, այնուամենայնիվ դուք եղել եք ազգային ժողովի պատգամավոր, ինչ կհիշեք այդ ժամանակահատվածից։ Այն ժամանակ քաղաքական ուժերի միջև մրցակցությունները այդքան վայրի չէր, ինչպես հիմա։ Ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր ստեղծման պահին ուներ որպես ավելի ճիշտ պետությունը մեր ուներ որպես անհրաժեշտությունը ուներ որպես կենտրոնամետ քաղաքական ուժի անհրաժեշտություն ուներ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծման պահին ավելի շատ հանդես էր գալի որպես կենտրոնամետ ուժ, որը կմիավորեր եւ կխաղաղեցներ եւ կհանդարտեցներ եւ կձևավորեր հասարակական միջավայր մթնոլորտ, որը որ երկու բևեռների դիմություն ընդդիմություն ինչ որ ձևի, ինչ որ չափով նաեւ կամուրջ կհանդիսանար, որը իհարկե կայացավ, որը իհարկե տեղի ունեցավ։ Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցության գործունեության ու այս պահին հասարակական դիրքի այս երաշխավորը ես կարծում եմ, որ հենց պարոն Ծառուկյանի անձով է պայմանավորված, ով քաղաքական դաշտում իր ունեցած հնարավորություններով կարողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ նպաստել կայացմանը եւ նպաստել քաղաքական դերակատարմանը եւ իհարկե այս պահին չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ արդեն քաղաքական հմտությամբ մենք մտանք քաղաքական պրոցեսների մեջ, ընտրարշավի մեջ, ինչ նկատի ունեմ քաղաքական հմտություն։ Այն հարցը, որ մեզ հասարակության կողմից տրվում է,
ինչու մենք չենք ներկայացնում, ինչու պարոն Ծառուկյանը չի ներկայացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն, թե ով պետք է լինի։ Հենց դա ես համարում եմ քաղաքական հմտություն, ինչ նկատի ունեմ։ Այն, որ պարոն Ծառուկյանը հասարակությանը դիմում է, առաջարկում է, ասում է, կոչ է անում, որ ընտրել ծրագրերը, աջակցել ծրագրերին, կարդալ ծրագիրը պետք է ընդունվի հասարակության կողմից։ Իհարկե շատ ծրագրեր կան, որ այնքան որ գրված են, բայց ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկ Հայաստանին ծրագիրը դա իրագործելի ծրագիր է, դա կարելի է համարել նույնիսկ Հայաստանի Հանրապետության համար փրկության ծրագիր, եւ այդ ծրագրի իրագործման երաշխավորը հենց պարոն Ծառուկյանն է։ Պարոն Ծառուկյանը ասում է, որ ընտրեք ծրագիրը, հավանեք ծրագիրը, աջակցեք ծրագրին, ես երաշխավորում եմ այդ ծրագրի իրագործմանը, բայց եթե հասարակությունը ընտրեց, ընկալեց, ընդունեց ծրագիրը, որը մենք ընտրարշավի ընթացքում ավելի համոզվեցինք, որ այո, ընկալվեց, ընդունվեց, հարգվեց եւ աջակցություն է ստանում, բացարձակ մեծամասնության դեպքում կարծում եմ պարոն Ծառուկյանի ցանկությունը մի բան, բայց հասարակական պահանջը ես կարծում եմ կստիպի պարոն Ծառուկյանին վերցնել պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Բայց նաև կարող եմ ասել, որ իշքանել, որ մեր հասարակությունը կամ քաղաքական ուժերի ռետորաբանության մեջ ընդգծվում, ֆիքսվում է վարչապետի անձի, թե ով պետք է լինի այդ անձի անձով է շատ ժամանակ պայմանավորված այս ասենք թեման, ես ուղղակի ուզում եմ բոլորին նաև հիշեցնել միգուցե մենք պարլամենտական պետություն ենք, ըստ էության կառավարության ծրագիրը հաստատում է ազգային ժողովը, ըստ էության նախագահին ընտրում է կամ հաստատում է ազգային ժողովը, ըստ էության պետական լուրջ պատասխանատու պաշտոնյաներին ընտրում եւ հաստատում է ազգային ժողովը եւ պետք է գիտակցել, որ մենք պարլամենտական պետություն ենք եւ պարլամենտարիզմն է մեր պետության գերագույն մարմինը, ղեկավար մարմինը։ Այլ բան է, որ մենք մեր գիտակցության մեջ դա այդպես չենք ընկալում, հաշվի առնել գոյություն ունեցող վիճակը, իրավիճակը պարլամենտում մեծ հաշվարկով ոչ մի հատ սեփական կարծիքով խոսքի գործընթացներ չի տեղի ունենում։ Կարծես թե կուսակցական աշխատանքներով է ամեն ինչ պայմանավորված, բայց այդ կուսակցական աշխատանքներն էլ այդպես միանձնյա որոշումներով պետք է բոլորը գիտակցեն, որ մեր պարլամենտը ունի շատ մեծ օրենսդիր, սահմանադրական իրավունք, լիազորություն եւ պատասխանատվություն։ Մենք ավելի շատ պարլամենտից պետք է պատասխանատվություն ակնկալենք, քան թե վարչապետից։ Վարչապետը գործող, աշխատավարձող, աշխատող մարդ պետք է լինի։ Վարչապետը չպետք է լինի, նույնիսկ խոսում են դրա մասին, այդպես բացարձակ առաջնորդ, գաղափարական առաջնորդ, վարչապետը պետք է տնտեսություն հասկացող, տնտեսություն ընկալող, տնտեսություն վարող, իհարկե որոշակի միջազգային հարաբերություններ, միջազգային հարթակներում ասենք թե հանդես եկող մարդ, բայց ամենակարևորը տնտեսությունը պետք է վարի վարչապետը, կառավարության ղեկավարը։ Իսկ պատասխանատվությունը պետք է լինի ազգային ժողովին, ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, ազգային ժողովի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարին, որը որ կարող է լինել եւ վարչապետ, կարող է եւ չլինել վարչապետ։ Բայց պատասխանատվությունը քաղաքական ուժի առաջնորդինն է։ Քաղաքական ուժը պետք է ձևավորի
բոլոր, ասենք, ժողովրդավարության կանոններին համապատասխան իշխանությունների տարանջատումը եւ ապահովի եւ ձևավորի իշխանությունները եւ այդ տարանջատումը հակակշռումը նաեւ զարգացում բերի ու բնականon զարգացում բերի։ Դա ինչպես է ընթանում քարոզարշավը, որքանով քաղաքակիրթ։ Հանդիպում եք քաղաքացիների հետ, ինչ են ավելի շատ ակնկալում մեր հանրությունը։ Աշխարհաքաղաքական թեմաներ, ներքաղաքական, սոցիալական, տնտեսական։ Բոլոր թեմաները գոյություն ունեն նույնիսկ այնպիսի թեմաներ, որ դրանք ասենք թե հրապարակախոսությամբ չի արձանագրվում, չեն անդրադառնում, ամենատարբեր եւ սոցիալական, եւ քաղաքական, եւ միջպետական, եւ արտաքին քաղաքական, եւ ներքին քաղաքական բոլոր թեմաներից հետաքրքրվողներ, հարցրողներ, քննարկումներ լինում են։ Ես ուղղակի կուզենայի ասել այն, որ ժողովրդի մոտ ավելի շատ այս պահին Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ հարցերն են որոշիչ ընտրության ժամանակ ընտրություն կատարելու հարցում։ Ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, որ մենք այս պահին հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, մի այնպիսի իրավիճակում, մենք ստեղծվել մի այնպիսի իրավիճակ եւ մենք այնպիսի վիճակում ենք, որ անհասկանալի է թե ինչպիսին կլինի ընտրությունից հետո մեր բնակչության, ազգաբնակչության, պետության զարգացման, ասենք ուղիները, ուղին, ճակատագիրը, բարեկեցությունը եւ այլ։ Միջազգային հանրությունը մարդկության պետություն, պետականություն շնորհ է կամ իրավասություն տվել պետական լիազորություն կամ ասենք չգիտեմ այդ միջազգային տերմինով ոնց ասենք որ ավելի ճիշտ լինի, ամեն դեպքում միջազգային հանրության կողմից պետություն, պետականություն ժողովուրդներին, հասարակությանը տրվում է նրա համար, որ պետությունը այդ տարածքում, պետության տարածքում ապրող ազգաբնակչության հոգևոր եւ ֆիզիկական անվտանգության հարցերը պետք է ապահովի բարեկեցություն ապահովի նաեւ պետք է ապահովի հոգևոր եւ ֆիզիկական անվտանգությունը իսկ մենք այսօր ունենք հոգևոր եւ ֆիզիկական անվտանգություն չունենք մեր հոգևոր առաջնորդին որը որ հալածանքի մեջ է իրականացվում։ Մի խոսքով էս բնական քաղաքական process-ները այնպիսին են, որ ասենք բոլոր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է ինչ որտեղ եւ գիտակցեն եւ հասկանան եւ կարծում եմ եւ գիտակցում են եւ ըմբռնումով մոտենում են, որ բնական իշխանությունը պետք է որոշակի ճնշումներ գործադրի, բայց ռեպրեսիաներն ու ճնշումները դրանք տարբեր բաներ են։ Այս որակի, այս մակարդակի, այս քանակի ճնշումները դրանք ճնշում չեն ուղղակի զուտ ընդդիմադիր քաղաքական դաշտի, քաղաքական ուժերի նկատմամբ։ Իսկ բուն քարոզարշավում չէ՞ որ այդ նույն ռեպրեսիաները ոչ քաղաքակիրթ արտահայտություններ կան նաև բուն քարոզարշավի ընթացքում հատկապես իշխանության կողմից։ Գիտեք, ես կարծում եմ մեր հասարակությանը թերագնահատում են։ Տպավորություն կա, որ ասենք հիմա մեծ աշխարհում բոլորը հասկանում են, չէ, որ այդ ռետորաբանությունը, որով որ առաջնորդվում են քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ընտրում են որևէ ձևի ռետորաբանություն, այդ ռետորաբանությունը դրա համար է, որ հասարակության ժողովրդի մարդկանց ասենք հիմքին դուր գան, որպեսզի մարդիկ ժողովուրդը քաղաքացին ընտրություն կատարի օգուտ իրենց, բայց երբ որ նայում ես այսօր ինչպիսի ռետորաբանություն է այդ ցենզուրայից դուրս, այդ մի խոսքով այդ զզվելի տհաճ ոսկի լեքսիկոնով ասենք թե կամ այդ խոսքն ինչ որ կա, ինչ որ դուք նկատի ունեք, ես նույնիսկ չեմ ուզում տենց ընդգծված ձևակերպում տամ դրան, ես չեմ կարծում որ հասարակության դուր է գալի, կարող է հայերը որ դա դուր է եկել, բայց այսօր դուր չի գալի,
Դրա ժամանակներն անցել են, ինչպես անցել են նախկին ներկա, կատես հոգնեցրել հասարակությանը նախկին ներկա արտահայտությունները։ Դրա ժամանակը երբևիցե ամբողջությամբ չի անցնի։ Այլ բան է, որ հասարակությունը եւ դրան ոնց կվերաբերվի։ Երբ որ հասարակությունը հեգնանքի արժանանալով ապրում է, հասարակությունը ցանկություն ունի իրեն հեգնող քաղաքական ուժերի կամ քաղաքական ծանձերի նկատմամբ, ասենք թե լեքսիկոնից դուրս խոսույթով, ռետորաբանությամբ, այս կարգի ելույթներ տեսնել, բայց հիմա մենք այդ փուլն անցել ենք, այս պահին այդպիսի խոսույթը լավ բան դրանից ակնկալել չի կարելի, դա ցուցադրում է մարդկանց իրական դեմքը, կերպարը, մեծաշխարհով քաղաքականություն է, քաղաքականության մեջ բոլորն իրար հետ գործ ունեն, լավը, վատը, բարին, չարը, գեղեցիկը, տգեղը, բարոյականը, անբարոյականը, բոլոր իրար հետ գործ ունեն, բայց մեծաշխարհով չի կարելի, այն բաները, որոնք որ իրականում անընդունելի են, դա չի կարելի եւ վերջ։ Քաղաքացիների հանդիպման ժամանակ մասնավորապես հրազդանի տարածաշրջանում առաջարկ Հայաստանի ծրագրից որ հատվածն է հետարքիր, ինչ եք ներկայացնում, ինչ եք խոստանում կամ բոլոր կետերն էլ հետաքրքիր են, բոլոր կետերի նկատմամբ էլ հետաքրքրություն կա, մարդկա իրան հետաքրքիր է միջազգային խնդիրները, մարդկա իրան հետաքրքիր է անվտանգային երաշխավորված անվտանգության խնդիրը, մարդկա իրան հետաքրքրում է առողջապահական խնդիրը, մարդկա իրան հետաքրքրում է, ասենք, կրթական ծրագրերի այդ վերաբերյալ ծրագիրը, մի խոսքով, գյուղերում թերևս գյուղատնտեսական ծրագրեր է։ Դե տեսել են, արվել է, արվում է, մինչև հիմա էլ արվում է անկախ հասարակական վերաբերմունքից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իդեմս պարոն Գագիկ Ծառուկյանի մեծ ծրագրեր է իրագործվել, բայց ինքը սոցիալական բնույթ ունի, իսկ այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ պարոն Ծառուկյանի կողմից առաջարկված առաջարկ Հայաստան ծրագիրը ցանկալի է, որպեսզի դառնա պետական ծրագիր, որպեսզի այդ ծրագրով մեր պետությունը երաշխավորված իրականում զարգացում, բարգավաճում ունենա ընտրություններից հետո։ Լավ, կարծես հետաքրքիր խորհրդանշական ձևակերպում է ստացել հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թիվ 7 քվեաթերթիկի տակ է հանդես գալիս, այլ կարգախոսներ կամ ուղերձ ունեք հանրությանը, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել թե ընտրեն։ Իհարկե, կողմնորոշման հարցով ես կարծում եմ հասարակության մեծամասնությունը մոտ 90% եւ ավելին կողմնորոշվել են ընտրության հարցում ընդդիմություն, այս թեումն ընտրեն, իսկ մնացած թվում է դեռ քարոզարշավի հնարավորություն կա եւ այս ժամանակա վերջնական ընտրություն կատարելու, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը, որի համար կոչ կանեմ, որ մասնակցությունը մեծ լինի, բոլորը պարտավոր են նույնիսկ քաղաքացիական պարտքը կատարեն, յուրաքանչյուրից կախված է այսօր մեր քաղաքական դաշտի, քաղաքական ընտրության միջոցով մեր հասարակական կյանքը, մեր պետության ապագան որոշակիացնելու։ Իսկ այն, ինչ որ դուք նկատի ունեք 7-ի վերաբերյալ, ամեն բան թող ասուկանքով լինի, ամեն բան միշտ ասուկանքով է առանց ասումնչամտության որոշի բան տեղի չի ունենում եւ ըստ էության շատ խորհրդավոր եւ խորհրդանշական է, որ ամսի 7-ին ընտրել համար 7-ին այս կարգախոսը շատ գեղեցիկ եւ շատ ընկալելի եւ շատ ընդունելի եւ շատ հրապուրիչ խոսույթ է, որի համար լի շնորհակալություն մեր Աստծուն։ Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական թիմով արդեն մեկ անգամ եղել է Հրազդանում, ինչպես եք նախապատրաստում եզրափակել քարոզարշավը։ Դերևս ընթացքում է քարոզարշավը, մենք քարոզարշավը եզրափակելու
դեռևս չենք մոտենում եզրափակման։ Կարծես եզրափակիչ հանրահավաք պետք է լինի։ Եզրափակիչ հանրահավաքը լինելու է Երևանում ամսի 4-ին, բնականաբար պատրաստվում է դրան։ Իսկ հանրությունը ավելի շատ ինչ է սպասում ձեզանից, ձեր հանդիպումների ժամանակ ինչ է Հանրությունը սպասում է, որ մենք կարողանանք փրկենք Հայաստանի Հանրապետությունը այս իշխանություններից։ Որքան եք գնահատում այս փուլում ձեր հնարավորությունները։ Բավարար եւ ավելին։ Բավարար եւ ավելին։ Ակնկալիքից ավելին։ Թերևս որքան շատ մասնակցեն, այնքան շատ։ Ցանկացած դեպքում ես համարում եմ մեր հնարավորությունները ավելին քան բավարար։ Ես գիտեմ, որ ինչ արարողություն եք ունեցել գորների մատաղի Հիսուս Քրիստոսի եւ նրա տապանի արձանների տեղադրման առումով կպատմեք այդ մասը։ Քաղցի համայնքում պարոն Ծառուկյանի այցի վերաբերյալ տեղեկություն ունեցան եւ երիտասարդները գյուղի 7 գար նվիրեցին որպես մատաղացու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության աշխատանքների ընթացքում մատաղանել այցելուների եւ նաեւ աշխատակազմի բանվորների համար։ Եղավ, մեր հարցերը այսքան են կա, որ բանը չմասին ցանկանայի խոսել, հարց չտրվեց։ Շատ բան կա, բայց հաջորդ անգամ շնորհակալություն, հարգանքներս։ Լավ, շնորհակալություն։